Մենք Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում, որտեղ տեղի է ունենալու ժամը 10:00-ին Աշոտյանի գործով դատական նիստը, այժմ կզրուցենք Նաիրա Զոհրաբյանի հետ։ Տիկին Զոհրաբյան, դուք բոլոր դատական նիստերին միշտ ներկա եք, այստեղ եք, շուրջ 2 տարի է ինչ ընթանում է այս նիստը, բայց դեռևս վկաների հարցաքննության փուլում ենք։ Նիկոլի քաղաքական հետապնդումները աչքի են ընկնում, ահա այս կարգի կներեք ես բարի համար իզվրաշյոն դրսևորումներով, երբ որ լսում ենք այս վկաների հարցաքննությունը, ինձ թվում է այն պատմությունն է Ավրահամ Ռադիլ Իսահակը, Իսահակ Ռադիլ չգիտեմ ինչ, այո, հունիսի 15-ին կլրանա 2 տարին, որ Արմեն Աշոտյանի քաղաքական այս ֆարսը Նիկոլ Փաշինյանի ուղակի հանձնարարությամբ շարունակվում է, բայց ես ուզում եմ խոսել մի կարևոր դրվագի մասին։ Հիշում եք մի քանի դատական նիստ առաջ Արմեն Աշոտյանը բարձրաձայնեց, որ ինքը հիմնավոր կասկածներ ունի, դեպ այդ հիմնավոր կասկածներին միանում ենք նաև մենք, որ իր կալանքը հսկող սարքի մեջ տեղադրված է գաղտնալսող միջոց, եւ ով զարմանք այդ կարևորագույն հայտարարությունից հետո, որը ըստ էության հայտարարություն էր հանցագործության մասին, ես հետևել եմ մամուլին, ոչ պրոբացիոն ծառայությունը, ոչ Հայաստանի հերոսական ԱԱԾ-ն, ոչ նույնքան հերոսական արդարադատության նախարարությունը որևէ կերպ դրան չարձագանքեցին, անգամ չհերքեցին, որ սարքի մեջ գաղտնալսող ուրեմն միջոց տեղադրված չէ։ Հիմա ինչ պիտի անել, ես կարծում եմ պիտի պահանջել ուրեմն անկախ փորձաքննություն, որտեղ այդ սարքը վերցնել տանել Հայաստանի ԱԱԾ-ում կամ Նիկոլի օրակարգը սպասարկող արդարադատության նախարարությունում, հա, որի նախարարը օրը մեկ ցնցող հայտարարություն է անում, երեք էլ հայտարարել է, որ սահմանադրությունը ոչ թե մենք պիտի ընկնենք հայեցակարգի հետևից, այլ պիտի տեքստ գրենք, ճիշտ եք ասում, հայեցակարգը Ալիևը գրել տվել է ձեզ, մնում է նստեք դա շարադրեք, այսինքն անկախ փորձաքննություն պիտի պահանջել եւ այդ ամբողջ ուրեմն քննությունը պիտի գնա ուղիղ եթերով, ուղիղ տեսանկարահամբամբ, որովհետեւ անգամ դատարանի որոշման մեջ նման բան չկա, հա, եւ ըստ էության Նիկոլը Հայաստանը վերածել է թվային կոնսլագերի, բոլորիս անձնական կյանքը մանրադիտակի տակ է եւ ըստ էության սա քաղաքական դաբլ հետապնդում է Արմեն Աշոտյանի հանդեպ, որովհետեւ 24 ժամ մարդու անձնական կյանքը, որը անձեռն մխելի է Հայաստանի սահմանադրությամբ, ուղղակի միկրոսկոպի տակ է, կրկնում եմ։ Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ Աշոտյանի կալանքը հսկող սարքի մեջ տեղադրված է գաղտնալսող միջոց։ Աշոտյանը այդ մասին դատարանում հայտարարել է, իդեպ դատարանի որոշման մեջ նման բան չկա։ Սա հայտարարություն էր հանցագործության մասին։ Հիմա ինչի եք լռում, թե 24 ժամ մարդու անձնական կյանքը պիտի վերահսկեք, նրա ընտանիքների անձնական կյանքը, անդամների անձնական կյանքը պիտի վերահսկեք։ Լավ քաղաքական հետապնդումն էլ այսքան այլասերված կարա լինի, եւ պահանջում եմ, ես միանում եմ Արմենի հայտարարությանը, եւ այո, անկախ փորձաքննություն պիտի լինի դա պարզելու համար, չնայած ես ավելի քան վստահ եմ, որ այդ սարքը տեղադրված է։ Տիկին Զոհրաբյան, նաև արցախահայության խնդիրների մասին խոսենք, նրան 40+10 այդ օգնությունից շուտով զրկելու են եւ նրանք իրենց բողոքի ձայն են բարձրացնում, արդյոք այնտեղ կհասնի եւ նրանց հետ հաշվի կնստեն այս իշխանությունը։ Անբարոյականությունը հասել է այնտեղ, որ 2 միլիարդ դրամ Սնուփ Դոգի համերգին սենց մսխած եւ պետբյուջե չվերադարձրած այդ գումարը կառավարությունը արցախցիներին բազար առաջարկում, ասում է դուք հրապարակում ազատության տեղադրված ձեր վրանը հանեք, մենք լավ մի ամիս ձեզ այդ գումարը կտանք, պատկերացնում եք այս իշխանության ուրեմն գործուն ջանքերով Ալիևի հետ համագործակցությամբ տեղի ունեցել Արցախի էթնիկ զտում։ Արցախցիները, Նիկոլ չընտրած արցախցիները, ոչ 18, ոչ 21 թվականին Նիկոլ չընտրած արցախցիները, Նիկոլի մեղավորությամբ հայտնվել են փողոցում։ Նրանց ընդամենը 0.2% այսօր ունի բնակարան։
տոտալ մարդիկ հայտնվելու են փողոցում, սրանք ասում են, որ գնացեք ինչ ուզում եք արեք, կամ վրանը հանենք, տակի բիծ, մի ամիս այդ 40 պլյուս 10 դրամը մենք ձեզ կտան, գիտեք, այսպիսի բան չկա, սեփական ժողովրդի հանդեպ այսպիսի հեգնանք չկա, ես երեք նայում եմ նորից սոցիալական ցանցերը եւ այս տերորը, որ կենտրոնացված պետական մակարդակով կազմակերպվում է արցախցիների հանդեպ, երբ որ տարբեր ոչնչություններ, իդեպ նաև պաշտոնական թիվ կա, որ 11200 արցախցի այլևս անվերադարձ լքել է Հայաստանը, տարբեր ոչնչություններ, տարբեր պլինդուզի տակի ոճիլներ, ասում են լավ է արել, գնացեք ձեզանից պրծնեք, լավ դուք գետինը չեք մտնում, այսպիսի տերոր կազմակերպել անօգնական մարդկանց հանդեպ, այսպիսի տերոր կազմակերպել ոչ իրենց մեղքով փողոցում հայտնված մարդկանց հանդեպ տարածել ԱԳՆ-ի մի խայտարակ հայտարարություն, որտեղ նույնիսկ Ալիևը այնքան իդիոտ չի, որ այդ Շահրամանյանի կարդացած ապուշ տեքստին, որը իրավական որևէ ուժ չուներ, բայց ընդամենը միջոց էր արցախցիների գաղթը, անվտանգ կազմակերպելու համար, նույնիսկ Ալիևը այդ ապուշ թղթին հղում չի անում, ԱԳՆ-ն նման հայտարարություն անում, ըստ էության ասելով, որ գնացեք կոտորվեք։ Լավ, այսքան կոլաբորանտ իշխանություն, ես ուսումնասիրել եմ համաշխարհային պատմությունը, ես չեմ տեսել, նույնիսկ երկրորդ համաշխարհայինի ժամանակ կոլաբորանտները, տարբեր երկրների, այսքան չեն ատել սեփական ժողովրդին, որքան այս իշխանությունը։ Ժողովրդի եւ ընդդիմադիրների արձագանքը համարժեք է կատարվողին։ Ուրեմն ժողովրդի արձագանքը համարժեք է, այո, այն ատելությունը, նաև ձեր լրատվամիջոցի փողոցային հարցումները, որ ես տեսնում եմ, այն ատելությունը, որ կա այս իշխանության հանդեպ, այն դարակազմիկ ատելությունը որևէ իշխանության հանդեպ չի եղել։ Պիտի ընդդիմությունը կազմակերպվի, պիտի սկսել հստակ գործընթաց։ Ժողովուրդը ինքը իրան չի ինքնակազմակերպելու։ Եթե ինչ-որ մեկին թվում է, որ 18 թվականի դագաղների հեղափոխության վերջի օրերին, որ բազմահազար էր ժողովուրդը դրսում, նենց իրանք որոշեցին դուրս գալ, եւ այդ ամենը, միջև ամեն մի դագաղը, միջև յուրաքանչյուր պսակը, յուրաքանչյուր փողոց փակելը չի եղել հստակ գծագրված սցենարով կազմակերպ այդ ինչ որ մեկը խորը թյուրիմացության մեջ է, ժողովրդին պետք է կազմակերպել, ես ասել եմ, Նիկոլը իր իշխանությունը պահելու համար ցանկացած քայլի գնալու է, բայց եթե մենք ուզում ենք ունենալ պետություն, մենք այդ ցանկացած քայլին որպես ընդդիմություն պիտի լինենք պատրաստ։ Շնորհակալություն։